Եկեք հիմա տեսնենք, թե վարկերի ինչ տեսակներ կան Հայաստանում։ Ըստ տեսակների Հայաստանում կարող եք վերցնել սպառողական վարկ։ Դրանք ներառում են ավտովարկերը, ուսանողական վարկերը, վարկային գծերը, օվերդրաֆտները, նաև ապառիկները։ Օվերդրաֆտը քարտային վարկատեսակ է։ Հարմար է կանխիկ ու անկանխիկ օգտագործման համար։ Վարկային գիծը ունի նմանություն օվերդրաֆտի հետ, բայց ավելի հարմար է անկանխիկ տարբերակով օգտագործելու համար, որովհետև կանխիկացման բարձր տոկոսադրույք ունի։ Դա անպայման հիշեք։ Ապառիկն էլ ամենատարածված ու պարզ վարկատեսակներից է, որ մարդիկ շատ հեշտ ստանում են ապրանքներ ձեռք բերելու համար։ Հաջորդը հիպոթեկային վարկն է՝ տուն գնելու, կառուցելու կամ վերանորոգելու համար։ Սրանք երկարաժամկետ վարկեր են, շատ անգամ նաև սուբսիդավորվում է պետության կողմից, կան նաև երիտասարդ ընտանիքների համար ծրագրեր ավելի ցածր տոկոսադրույքներով։ Մյուսը գյուղատնտեսական վարկ։ Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար։ Մինչև 5 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկը համարվում է սպառողական վարկ, բիզնես վարկ, ձեռնատիրական գործունեության համար։ Այսօր նաև շատ տարածված են աշխարհում Buy Now Pay Later (BNPL) ծառայությունները։ Հայաստանում դեռ նոր է, բայց բավականին արագ տարածվում է։ BNPL-ը թույլ է տալիս վճարել մաս-մաս, սովորաբար լինում են անտոկոս որոշ ժամանակահատվածի համար, բայց ժամանակին չվճարելու պատճառով կարող են լինել շատ բարձր տուգանքներ։